23:30-ից սկսած մեր մոտ ընդունվեցին հիվանդներ, մասսայական, ընդհանուր թվով եղել են 50, բոլորը ստացել են առաջին բուժօգնություն, հետազոտվել են, հիմնականում եղել են միջին և թեթև մարմնական վնասվածքներ, 3 դուժողի մոտ եղել են ծանր, 1 երիտասարդ կնոջ մոտ բավականին մեծ մակերեսով այլվածքային մակերեսներ, հակաշոկային միջոցներից անելուց հետո, վիճակը կարգավորվելուց հետո, ուղեկրվել է այլվածքաբանական կենտրոն, 1 երիտասարդ տղա 17 տարեկան Սայաթ անունով եղել է աչքի վնասում, անմիջապես վիրահատվել է և մնացածի հիմնականում եղել միջին ծանրության հիվանդներ, սալջարդներ, վերքեր, այս պահի դրությամբ 16 ունենք պարկած, Արարության լուսադեպից սկսեցին բոլորը դուրս գալ մեծ մասը։ Քանի հիվանդ է, որ դեռ մնալու է հիվանդանոցում և փաստորեն ծանր վիրավորումներ ունեն։ Ստույգ չեմ կարող ձեզ ասել, իմ կարծիքով հավանաբար երևի մի 7-8 դեռ կմնան։ Հսկողությունը իրենց նկատմամբ եղել է բարձր մակարդակի, հետազոտվել են ամբողջությամբ հիվանդանոցը աշխատել ուժեղացված ռեժիմով, հատկապես վիրաբուժական բաժանմունքը, հիվանդներին տրվել է սնունդ, ջուր, սնունդ, բոլոր դեղամիջոցները ստացել են հիվանդանոցի կողմից, հետազոտվել են լիարժեք։ Երեկվանից տեղեկություն էր շրջանառվում, որ աչքի վնասվածքով Սայաթը միակ երիտասարդը չէ, կան էլի մարդիկ, ովքեր բախման հետևանքով աչքի վնասվածք են ստացել և նաև նման տեղեկատվություն կար, որ 2 ամսական երեխա, 3, 4 և 5 տարեկան երեխաներ կան։ Այս պահին հիվանդանոցը այնուամենայնիվ պատրաստ է, եթե... Հիվանդանոցը պատրաստ է, ուժեղացված ռեժիմով պատրաստ է և հնարավոր է ընդունել նույնիսկ ավելի շատ հիվանդներ, բարձր պատրաստակամությամբ հիվանդանոցը պատրաստ է օգնելու բոլորին։